Այդ վեյթինգ հասկացողությունը, որը այսպես կոչված հեղափոխության ժամանակ շատ էր հնչում, որովհետև դա նաև որպես պայման էր մեր կողմից, ասենք որ պետքա վեյթինգ լինի, անցումային կառավարություն լինի, այսինքն լիքը բան է, հիմա չանդրադառնամ այդ մանրուքներին, այսինքն թելադրելուն էլի։ Վեյթինգը ինչ է նշանակում։ Վեյթինգը նշանակում էր, որ պետքա բոլոր թալանը հետ բերվի, ոչ թե ինչ-որ մի քանիսին է։ Ամեն ինչը բացահայտվի։ Այո։ Օրինակ չի կարա ինձ ապացուցի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ իրանց մերձավոր շրջապատը, նույն Նեմեցը, Լֆիկը, Դոդնու մնացած սաղետ, ինչ-որ օլիգարխի կաճացրել են, մականունները կպցրած, դաժե ամոթել է էլի, մականունավոր երկիր էր դառել, միլիարդատեր դառան, ինքը պիտի ապացուցի որից, չի կարա ապացուցի, չկա տեսված։ Եվ հասարակությունը, որը տեսնում է, որ դա անպատժելիություն։ Այո, մենակ հասարակությունը չէ, նախ հասարակությունը, որ փչացնում է, դուք ասում եք։ Չի փչացնում է, կործանում է։ Այդ դա մենք այդ կործանման եկել ենք հենց դրա համար։ Եվ Նիկոլ Փաշինյանի կրկնակի մեղքը հենց նրա մեջ է, որ ինքը այդ պատիժները չի սահմանը։ Գալիս է հենց մի քիչ ասենք ընտրությունները մոտենում են, այսինքն ռեյտինգի հարց կա, դուք թալանջի եք, ես ձեր անունը դնելու եմ թալանջի, ափսոս վաղեմության ժամկետով, ասում է Ռոբերտ Քոչարյանը ինքն է խոստովանել, որ ինքը կաշառակեր էր, պրոստը վաղեմության ժամկետով դադարեցրել է հետապնդումը։ Հարը ինչի մասին է խոսքը։ Ինքը պրոստը կաշառակեր չէր։ Ինքը պետությունը վարի տվե։ Այն ոնց որ դու ես ասում, բանակա վարի տվե, հասկանում ես։ 18 տարեկան երեխուն անզենա թողե, դա մեծագույն հանցագործություն է, մեծագույն, ախր ինչ կաշառակերության մասին է խոսքը, այսինքն հերթական Նիկոլի խաղիկները, ես ասել եմ ու կասեմ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դրանք Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակներն են, պահապան, իրան ուզում եք Նիկոլը շուտ թռնի դուրս, հա, աչներդ քաշեք, Вообще մեյդան մի եկեք, դուք տեսեք ժողովուրդը ոնց ինքնակազմակերպվի։ Իրանց դաշտ մտնելով, իրանց ազդեցության ոլորտները, այսինքն թալանի ժամանակ, այսպես կոչված կաշառակերության շրջանում ձեռք բերած տասնյակ բանկերը, գործարաններու, երկաթգծերն ու մնացած սաղ այդ աշխատակիցներին կեսը կարող է կռուտի տլեն չգան միտինգի, ասեն վայ, զոնքան չսիվանդ էր, վայ, երեխես սենց չգա, բայց այն կեսին բերում են միտինգների։ Այսինքն ստեղծում են ֆոնը, որը հա չեք ուզում Նիկոլը մնա, որը մենք ենք գալու։ Եվ մարդիկ ասում են արա, ստե չափանիշը գիտեք ինչն է, ոչ թե Նիկոլի վատը կամ լավը լինելը։ Չափանիշն է, որ իշքան ձեզի չեն սիրում, որ նման տականքին հանդուրժում են։ Դուք պատկերացնում եք տարբերությունը։ Այսօր ավելի լավ է Նիկոլը մնա, քան Սնանկն։ Որտեղ մարդիկ չեն մոռացել։ Դեն դեպքեր, որ դրանց ընտանիքի անդամները մեքենաներով քշում էին ոստիկանների վրա, հելուն ոստիկան էին ծեծում, կաֆեի մի աղջիկ դուրներ եկավ չէին նարում, նշանացի հետա մատանիկա թե չէ ձեռից բռնում տանում էին, տղեն տերեր կայնում խփում քիպերը ջարդում էին, մի հատ էլ դադում էին։ Այդ ենք անցել մենք։ Մեկը ես ըլեմ, ասենք իմ ընտանիքի անդամի վրա այդ ձև բան կա։ Հա ուզում է Ալիևը գա, մենակ դրանք չգան։ Դուք հասկանում եք, սրանք շատ լավ գիտակցում են, շատ լավ գիտեն, Ռոբերտն էլ, Սերժն էլ դրա մասին, դրա համար միշտ իրանք երևում են, որպեսզի Նիկոլը երկար մնա, որ իրանք չդատվեն։ Նիկոլն էլ գիտի դրա մասին։ Նիկոլն էլ կատարում է ամեն ինչ, ասում է ճիշտ է, դուք ինձ բերել եք մի անգամվա օգտագործված թաշկինակի համար, բայց Պուտին ջան, տեսար չէ, ինչ պետք էր քեզ արեցի, դրա համար երկար մնացել է։ Պուտինն էլ ասում է, հա, հեսի ավելի լավն է, քան դու կարա։ Ինչ պետք է իմ համար անում է։ Դրա համար Նիկոլն սրանց պահպանում է, նայ, փոխանակ, մենք սրանց ասեցինք, քեզ բերում ենք, որ սրանք դատվեն, իա, դատվելու փոխարեն երկուսն էլ հայտնվեցին ազգային ժողովում, իրանց խմբակցությունները։ Հաջորդիները նույն պատկերն է լինելու։ Որովհետև Նիկոլն էլ գիտի, որ իր փրկիչները իրանք են։ Դե հիմա դուք ասեք, այս սենց նկարագրելուց հետո։ Հիմա ես ասեմ։ Բազմիցս եմ ասել, այս ստուդիայից եմ ասել։ Մեզ պետք է ինքնակազմակերպել եւ քաղաքապաշտպանության ոլորտը զարգացնել։ Ճիշտ է, դա պետք է աներ պետությունը։
Նայեք, ժամանակին մենք ասել ենք, ինչա պետք անել, ասենք 20 տարի առաջ, 30 տարի առաջ, չեն արել։ Հետո այդ ինչ որ պետք է վաղ տանենք, ակտուալ չի դառել, որտեղ արդեն դա հետ անգել։ Հետո ասացինք սահմանադրությունն է պետք փոխել։ Սկզբից ասում ենք մի կեղծեք 5000-ները մի վերցրեք, դատվանք, այս արինք, չէ, պիտի վերցնենք։ Դուք սխալ եք։ Մի բանը մեր վզին էին կապում։ Հետո սահմանադրությունը ժողովուրդ ուշքի եկեք, որտեղ սահմանադրությունը որ փոխվի, ստիպված պետք է լինես, կախված լինես այս սահմանադրությունից։ Դատավորները ընտրովի, հա, տեղական ինքնակառավարման մարմինները ընտրովի, այսինքն յուրաքանչյուր 6 ամիսը կամ տարի մեկ պետք է ինչ-որ մի ընտրություն լինի, որ մարդիկ դա սովորական բան դառնա, այսինքն մարդկանցից կախված լինի իրանց, որովհետև այս հանցավոր իշխանությունը իրանց համար հեշտ է 5-6 տարին մի անգամ ինչ-որ մի ընտրություն կատարել, կենտրոնանալ, այդ մի ակցիան անցկացնել, գնաց մի 5 տարի ոչ մի բան չկա։ Բայց երբ որ ամեն անգամ այդ ընտրությունը լինի ինքնակառավարման, լինի դատավորների դա հետկանչի ոչ մեխանիզմը, բայց հետկանչի մեխանիզմի նման բան է, այսինքն լավ չի աշխատում։ Եթե կրճատում ես ազգային ժողովի գործունեությունը, ասենք 2 կամ 3 տարի, ինքը իրան բանը հետկանչ է, էլի։ Դա եմ ասում։ Հա, ինքն իրան հետկանչ է։ Այսինքն պետք է գործադիր իշխանությունը առանձին ընտրվի, այնի առանձին, հակակշռները լինեն։ Բայց եթե ըստ սահմանադրության իշխանությունը տալիս ես մի մարդու ձեռը պրծավ, ինչքան հեշտ է, չէ՞ Պուտինի համար, այդ մի մարդուն կանչում, հա։ Այդ մի մարդուն կանչում, ինչ ուզում ասում է, գալիս է իշխան։ Մենք խոսում ենք շղթայի մասին, դուք ասում եք այդ շղթան չեն կարողանում քանդել։ Հիմա տեսեք, մենք ասում ենք ինքնա կազմակերպվել եւ ստեղծել ինքնապաշտպանական, նայեք, նորից ես ստիպված եղա հետ գնալ, որ այսօր մեր ակտուալը դարել է ինքնապաշտպանությունը։ Արդեն էլ թքած էլ սահմանադրությունն էլ, արդեն կրակն եկել է։ Ցավոք սրտի, այս գործակալական ցանցը կարողացավ բերել հասցնել այս կետին, որովհետև ով որ այդ հրանգները իրանց տալիս էր, որ ժամանակի ընթացքում սենց կատարեն Հայաստանում։ Իրանք գիտեն, որ այս օրը գալու է, բայց այս օրը գալուն հայերս պետք է անպաշտպան եւ մեջքի վրա պարկած դիմավորենք այս օրը։ Եվ այդպես իրանք արեցին։ Լավ, հիմա ասում ենք, արա պարկած եք, հա, շատ լավ, գոնե մեջքի վրա մի պարկեք։ Գոնե սողացեք, գնացեք քարի տակ պահկվեք։ Նայեք, ինքնապաշտպանություն, ինչ եմ ասում։ Այ ասում եմ, Ախպեջան, վաղը ռմբակոծեցին։ Ռմբակոծից այն որ հրթիռները գալիս է։ Ուր ենք գնալու, ապաստան ունենք։ Ես չունեմ։ Ես մեր շենքի մեջ ոչ մեկ չունի։ Մի քանի ընտանիք կիսապադվալային բան կա, այն էլ դա փրկություն չի։ Այն որ գրավել են, ինչ որ բաներ են սարքե, ասես կանսերվի բանկա են դնում, բան են անում պատվալներում։ Դա փրկություն չի։ Այդ ինքնապաշտպանության համակարգը բավականին լայնածավալ համակարգ է, որ պետք է յուրաքանչյուր ոչ թե ջոկատի տեսանկյունից, որ ասենք, ես ինչը այիմ նժդե ջոկատնա, այսի Տիգրան մեծ ջոկատնա, այսի Լեոնիդ Ազգալջյանի ազատագրում ջոկատնա, այսի ջոկատային բանով չէ, այլ բոլոր թաղամասերը, բոլոր գյուղերը ինք իրանով արդեն ջոկատ պետք է լինի։ Եվ այդ ջոկատի մեջ պետք է ասել այս թաղամասում, օրինակ 4-րդ մասերի 2-րդ հատվածի թաղամասը, հրամանատար, ես ինչ տեղակալներն, ես ինչ բժիշկներն իմացեք, ապրում են, ես ինչ շենքում այս սրանք են ցուցակով, այս համարները, ես էլ բուժքույրները, շո բան կատարել, այսինքն դա պետք է գոնե մի անգամ, 2 անգամ, 10 անգամ վարժանքներ կատարել, պետք է տեղադրեին ապաստարանները, որ որտեղ ինչ կատարվի, ամեն մարդ գոնե մի 3 անգամ իր ապաստարանը մտածել էր, որ ասել արա, այստեղ ես եմ, այստեղ կինս է, այստեղ երեխեքս են, պարկում ենք, всё, ես էլ բաներ, ես էլ մի քանի օրվա ուտելու պաշա։ Օրինակ, այդ սաղ պետք է արվեր, չի արվում, բաժանվում են պարգևավճարներ, լոլոներ են կարծում, էսի սրբազանն եկավ, էնի քայլեց, էնի էս արեց, էնի են արեց, էնի, վայ, Գարեգին բեն, էս ինչն է, հա, գիտենք այդ ինչա։ Գիտե, չես հավատում, դու մի գնա, ես օրինակ շատ եկեղեցիներ չեմ մտնում, որովհետև գիտեմ, ստորստրիկա է, որովհետև գիտեմ էլ այդ կոնկրետ այդ աղոտ կարդացող ինքը, ես արդեն հավատով չեմ մոտենում, ես ավելի լավ է իմ տանը մոմը վառեմ, աղոտ է, որը ես ամեն հաց ուտելուց եւ ամեն քնելուց առաջ անում եմ։ Այո, հավատքը եւ սպասավորին չպետք է խառնենք, բայց ցավոք սրտի հայկական եկեղեցին զավթած է։ Այ ոնց որ հայկական իշխանությունն է զավթած ստորներով ու ստրիկաներով։ Մենք կարանք ասենք, բոլորին մի ասենք, ընդ ազնիվ մարդիկ կան։ Հա, լրակյաց ազնիվը համահանցակիրց է, վերջ։
որտեղ իրան հարմար է։ Արա դե ոնց կլի արա 800,000 ռոճիկ աստանում, բա արա զրկվի։ Կար տեսպի կազմակերպություն կոչվում էր նախախորհրդարան։ Հետագայում նա դառավ հիմնադիր խորհրդարան կազմակերպություն, հա ասենց։ Այն ժամանակ մենք երկար ենք խոսացել Վարուժան Ավետիսյանի հետ։ Ես էլ էի համամիտ, ինքն էլ շատ լավ մտքեր էր ասում, ես էլ։ Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ազգ բանակ այդ հասկացողությունը կոչ անել եւ ասենք մտցնել կյանքի մեջ։ Այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, հայկական բանակում, դա այն պատճենա, այն քսորոքսն է սովետական բանակի արտացոլումն է։ Բայց կայսերական մեծ բանակի հոգեբանությունը, փիլիսոփայությունը այլ է եւ ուստի դրանից բխող նաեւ իր կառուցվածքային տեսակետը լրիվ այլ է եւ տարբեր են փոքր երկրների հիմնական շեշտը դրած ինքնապաշտպանության վրա երկրների, այսինքն այդ բանակի կառուցվածքները։ Ես նորից պետք է օրինակը բերեմ Իսրայելի։ Տեսեք Իսրայելում մի հատ բան կա, ասենք առաջի շարքի զորակոչիկները, հա, այսինքն հիմնական բանակը աշխատում է, հենց որ առաջի, ասենք ալիքը գալիս է, առաջին ինքը պետք է գնա, չէ, ասենք։ Ոնց տեսեք ինչ ինստիտուտ է մտցրած։ Ես դա խոսացել եմ հենց հրյա հենց այդ ձև մարդու հետ։ Այդ մարդը ասում է մենք պարտադիր, ասում է թեկուզ առավոտը ժամը, ասենք 6-ին էլ ես տուն գալացած լինեմ, ես պարտադիր պետք է 8-ին, ժամը 8-ին ես միացնեմ ռադիոն եւ այս ինչ ալիքը կոդային, ասենք, օրինակ Հայաստանում դա կլիներ One ռադիո կամ 105 FM։ Ինչ որ ամեն մի ջոկատի առանձին բան է տված։ Ես պետք է միացնեմ ու երաժշտություն լսեմ։ Այսինքն 8-ից 8-2 րոպե։ Այդ պարտադիր։ Եթե ես լսեցի օրինակ ասենք Պալանեզ Ագինսկովը, դա մեր կոդային նշանն է։ Վերջ ես սեյֆը բացում եմ, շոյես հակնում եմ, ու ես անգամ պետք է չինձի ասել, ես գիտեմ, որ պետք է լինեմ ես ինչ փողոցի խաչմերուկում, 15 րոպեից։ Զենքը, բան, ամեն ինչ էթում է։ Եթե ուրիշ բան լսեմ, ուրիշ ձևով պետք է վարվեմ։ Չէ, իր կոդը է դա։ Հա, եթե հենց դա ինքը արդեն զորակոն իրան չեն զանգում, վայ տունը չէր, մերը վեգալից, վայ ինքը Ռուսաստանն է գնաց, ինքը ստե չի, չկա տես բան։ Այսինքն, այդ պարտավորությունների շարան այն աստիճանի է հասցված, մեխանիզացված, որ մարդիկ հստակ է, դրամ էլ անպարտելի է, որովհետև որ թալանելը բռնե թարս նալել են, էշի նման։ Ոչ թե ասեմ դե լավ, ես վաղեմության ժամկետն անցել է։ Դա պետք է անի պետությունը, ըստ երևույթի, որը լիքը ծախսեր է անում, ավելնորդ, այդ պարգևավճարները, որ գումարում ես իրար, ապշում ես, ուղղակի ահռելի թվեր են։ Ու լավ, վերցնենք վերջի 3 տարին, ես չեմ ասում 30 տարին, հա։ Ինչի եմ ասում 3, որովհետև այս 3 տարվա մեջ ինչ ստեղծավ մեր կազմակերպությունը, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, մենք կետերից մեկը դերեցինք նաև այդ ինքնապաշտպանական քաղաքապաշտպանության ոլորտի զարգացումը։ Դրված է։ Լավ, այս 3 տարի ամեն պատի անկյունում ասում եմ, իշխանավորներին ասում եմ, ընդդիմականներին ասում եմ, լավ, իշխանությունը որ լինի այդ գործի գլուխը, իհարկե պետությունը ֆոնդեր կառաջացնի, ավելի շատ հստակ կգնա առաջ։ Լավ պետությունը չի անում։ Մենք ընդունում ենք, որ պետությունը դավաճան պետություն, հա, մարդիկ են, որ եկել են Հայաստանը վարի տան։ Հենց ինչ պետք է ուժեղացնի։ Հեն անտակարակը թույլատնի, որ շատ կոտորվենք։ Կոպիտ եմ ասում։ Չի անում, բայց լավ մենք կարանք անենք էդին։ Իհարկե այն արդյունավետությամբ չէ, ինչ որ պետությունը զբաղվեր, բայց կարանք։ Էլի կարանք։ Ինչի հաշվին, այ եկեք դե հիմա $250 միլիոն հավաքեցիք ամերիկաներից ուղարկեցիք Նիկոլինն էլ դրեց ջեբը, հիմա էլ հարց ես տալի ինչ ես արել, ասում ձեն չի անում, вообще չի էլ ասում ինչ արել։ Կամ դրանից առաջ ամեն տարի $20-25 միլիոն հավաքում էիք, ուղարկում էիք հյուսիս հարավ ճանապարհի, ստե Արցախում ճանապարհ մարաթոնների գումար։ Այո, այդ որ գումարում ես, չէ, ահռելի միլիարդի կարող է ասել, այդ միլիարդով կարելի էր յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու, ասենց ասենք, 3 միլիոն անձի համար իր ապաստանը ստեղծել, որ ամեն մարդ իր անունը դռան վրա գրածել էր, որ այստեղ ինչ մարդն է, իրանն է, մտնի ասենք 4-5 մետր գետնի տակ եւ ապրի։ Երկար ժամանակ իր պահածոներով, իր ամեն ինչով, ասենք, որ երկար ժամանակ։
Վերջ, պլյուս սահմանամեծ գոտիներում այդ ապաստանել լրիվ այլ բնույթի են, զոտերի կամ բաների տեսքերով, այսինքն պետք է սաղ արվել, չեն արել, չեն անում, այ հիմա պարզապես ասում եմ, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ դավաճան, և դրա համար ես դիմել եմ Հայաստանի դատախազություն 4 հոգով դիմել ենք Հայաստանի դատախազություն իրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրությունը խախտելու Ինչ վիճակում է գործը վարույթ ընդունվել է տվել են մակագրել են բանի վրա քննչական կոմիտեի ես ինչ-որ մակագրել այդ փուլում է այսինքն դեռ վարույթ ես անգամ դրանից հետո մի 3-4-5 ամիս ուրեմն հետևելուց հետո ես արդեն Բեզարեցի չեմ հետո որովհետև գիտեմ հերթական ինչ որ նախկինների օրոք ա եղել նույնն էլ իմ կողմից շատ չհարգված, նայեք ասում եմ։ Եթե այսօրվա իշխանությունները պետականամետ են, ուրեմն իրանք անձնական համակրանքներն ու հակակրանքները կդնեն մի կողմ։ Ես պարզ ասում եմ, հանձնարարեք ինձ քաղաք պաշտպանության ոլորտը Հայաստանի ու դուք կարճ ժամանակում իհարկե համապատասխան ֆինանսավորմամբ եւ կառույցների ենթարկողականության, ասենք, համակարգում։ Դուք կտեսնեք կարճ ժամանակում ինչ աստիճանի բարձր մակարդակի մենք կունենանք գոնե ասենք հարվածների դեպքում մինիմալացված ինքնապաշտպանության մինիմալացված կորուստների տեսք